26 փետրվարի 1988 թվական, առավոտյան ժամը 10-ը։ Մոսկվայի հին հրապարակը մռայլ էր, ինչպես միշտ այդ օրերին։ Երկու մարդ, կին ու տղամարդ, մտան Կրեմլի սառը միջանցքները, ուր յուրաքանչյուր քայլ արձագանքում էր ինչպես դատավճռի հարված։ Նրանք չգիտեին դեռ, որ այս հանդիպումը կդառնա լեգենդ, որ դարերով կվիճեն այն մասին, ինչ իրականում տեղի, որն այնքան տարբեր էր իշխանական սառնությունից։ Բալայանը հավատում էր, որ իր հրապարակումները գրական թերթում բացել են դռներ, որոնք առաջ փակ էին մահացու կնիքներով։ Նա խոսել էր Նաղորնո Ղարաբաղի մասին, բայց ոչ միայն Բաքվի մասին, հատուկ շեշտը դրել էր Նախիջևանի վրա, այն տարածքի, որը նույնպես պատմականորեն կապված էր հայերի հետ, բայց այժմ սահմանների և քաղաքական անհնարինության պատերի մեջ։ Յակովլևը 1 րոպե լռել էր այդ խոսքերից հետո։ Մեկ երկար անհանգիստ լռություն, որը բնորոշ չէր այդ փորձառու դիվանագետին։ Նա գրել էր ինչ-որ բան, կամ թերևս պարզապես մտածել հորինվածքի շարադրությունը, որը կներկայացներ ավելի բարձր։ Յակովլևը խոստացել էր, որ Գորբաչովը լսելու է նրանց, բայց արդյոք լսելը նշանակում է համաձայնվել։ Արդյոք լսելը նշանակում է փոխել սահմանները, որոնց վրա կառուցված էր ամբողջ այս կարմիր կայսրությունը։ Գրասենյակի դուռը բացվեց։ Միխայիլ Սերգեյևիչ Գորբաչովը նստած էր սեղանի մյուս կողմում, առջևում փաստաթղթեր, դեմքը քնքուշ, բայց աչքերը հետազոտող։ Նա հրավիրեց նստել, բայց ձայնում հնչեց մի բան, որ Բալայանն անմիջապես նկատեց՝ զգուշություն։ Գորբաչովը նախ դիմեց Կապուտիկյանին և խոսեց հայերեն լեզվով, հայ մշակույթով, հայ բանաստեղծուհուց, ում գիտեր դեռ երիտասարդ տարիներից։ Նա ասաց, որ ուզել է հենց նրա հետ հանդիպել, և ձայնում հնչեց անկեղծություն, բայց հետո աչքերը շրջվեցին դեպի Բալայանը, և տոնը փոխվեց։ Ազգային մտածող, ինքնավստահ, կարիերիստ։ Այս բառերը Գորբաչովը չասաց այդ պահին, բայց նրանք ապրում էին նրա հայացքի մեջ, որը վերլուծում էր Բալայանին ինչպես անհուն տիրույթի պաշտպանության փորձագետ։ Կապուտիկյանը զգաց լարվածությունը և սկսեց խոսել։ Նա խոսեց ոչ միայն Ղարաբաղի մասին, այլ հայ ժողովրդի ցավի, արյունի, հույսի մասին։ Նրա ձայնը դողում էր, և այդ դողը ոչ թե թուլություն էր, այլ ուժ, որը գալիս է սրտի խորքից, երբ մարդ գիտի, որ կանգնած է պատմության ճակատագրական հանգույցի մոտ։ Բայց Գորբաչովի դեմքը չէր փոխվում։ Նա լսում էր, բայց արդյոք լսեց այն, ինչ իրենք ուզում էին ասել։ Բալայանը միջամտեց և բարձրացրեց հարցը, որը Յակովլևին ահռելի չափով տարակուսած էր թողել։ Նախիջևան։ Ինչպես կարելի է խոսել Ղարաբաղի մասին և անտեսել Նախիջևանը, երբ երկուսն էլ պատմականորեն մասն են եղել հայ հողերի։ Գորբաչովը նայեց նրան մի հայացքով, որը մի ակնթարթում փոխվեց հետաքրքրություն, ապա զգուշություն, ապա մերժում։ Նա չպատասխանեց անմիջապես, բայց նրա լռությունը խոսում էր։ Գենսեկը վերցրեց մի թուղթ և ասաց բառեր, որոնք կրկնվելու էին դարեր շարունակ։ Խորհրդային միության մեջ կան 19 նմանատիպ հավանական հակամարտային իրավիճակներ։ 19։ Այս թիվը հնչեց ինչպես դատավճիռ։ Եթե հայերին թույլ տալ փոխել սահմանները, ապա ինչ կարելի է ասել մյուս 18-ին, վրացիներին, ադրբեջանցիներին, ուզբեկներին, բոլորին, ովքեր իրենց պատմական հողերի վերադարձի մասին են երազում։ Գորբաչովը նայեց Կապուտիկյանին և ասաց խոսքեր, որոնք կարող էին լսվել ինչպես հույս, բայց իրականում էին դատապարտում։ Ես անձամբ կզբաղվեմ Ղարաբաղով։ Մեծ սոցիալական և մշակութային բարեփոխումներ կանցկացնենք։ Սա կլինի իսկական վերացնունդ։ Բառեր։ Գեղեցիկ, տաք, համակրող բառեր։ Բայց որտեղ է սահմանների փոփոխությունը։ Որտեղ է խոստումը, որ Ղարաբաղը կվերադառնա Հայաստանին։ Այդ պահին Կապուտիկյանը և Բալայանը նայեցին միմյանց, և երկուսի աչքերում նույն հարցը էր խորհրդածում։ Արդյոք սա է այն խոստումը, որի համար նրանք եկել էին այստեղ։ Երբ հանդիպումը ավարտվեց, երկուսն էլ քայլեցին դուրս Կրեմլից։ Արտաքինը զով էր, և քամին տանում էր ձյան մանր փաթիլները։ Բալայանը լռում էր, մտածելով այն մասին, թե ինչպես մեկնաբանել Գորբաչովի բառերը։ Կապուտիկյանը սեղմում էր նրա ձեռքը և շշնջում. Նա խոստացավ մեզ ինչ-որ բան։ Բայց արդյոք իսկապես խոստացավ։ Երբ նրանք վերադարձան Երևան և հեռուստատեսությամբ ասացին, որ Գորբաչովը ինչ-որ բան խոստացել է, ամբողջ Հայաստանը շունչը կտրեց։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, ուրախանում էին, գրկում միմյանց։ Բայց 3 օր անց, 3 մարտին, Պոլիտբյուրոն կհավաքվեր և կքննարկեր Ղարաբաղի հարցը։ Եվ այդ քննարկման արդյունքը լինելու էր ոչ թե ազատություն, այլ մերժում։ Ոչ թե սահմանների փոփոխություն, այլ խոստում զարգացման մասին, որը երբեք չէր իրականանալու։ Արդյոք Կապուտիկյանը և Բալայանը գիտեին այդ պահին, որ նրանց հույսը ճաքում է սառույցի նման, որի տակ խավարում է անդունդը։
Արդյոք նրանք հասկանում էին, որ Գորբաչովի համակրանքը եւ իսկական որոշումները երկու տարբեր աշխարհների բաներ են։ Երեքշաբթի 24 փետրվար։ 2 օր առաջ քան հանդիպումը Գորբաչովի հետ։ Ալեքսանդր Յակովլևը նստած էր իր գրասենյակում եւ ընթերցում գրական թերթի վերջին համարը։ Բալայանի հոդվածները թերթում արդեն ամիսներ շարունակ քննարկվում էին Մոսկվայի ելիտար շրջանակներում, եւ Յակովլևը, որպես Պոլիտբյուրոյի անդամ եւ Գորբաչովի մերձավոր օգնական, գիտեր, որ այս խնդիրը պարզ չէ լուծվելու։ Նա տեսել էր նախորդ իշխանությունների սխալները, երբ ազգային հարցերը փորձում էին լուծել ուժով կամ լռությամբ։ Յակովլևը հավատում էր պերեստրոյկայի բացվելու, փոխվելու գաղափարներին, բայց նա նաև գիտեր, որ փոխվելը նշանակում է վտանգ։ Երբ Բալայանը եւ Կապուտիկյանը մտան նրա գրասենյակ, Յակովլևը տեսավ ոչ միայն երկու անհանգստացած մարդկանց, այլ ամբողջ ժողովրդի ներկայացուցիչներին, որոնց հույսերն այդքան բարձր էին, որ անխուսափելիորեն պետք է կործանվեին։ 3 ժամ։ 3 երկար, դժվար ժամ, որի ընթացքում նրանք խոսեցին Ղարաբաղի պատմության, դեմոգրաֆիկ փոփոխությունների, մշակութային ճնշման, տնտեսական դժվարությունների մասին։ Բայց Բալայանը միշտ վերադառնում էր մեկ հարցի՝ Նախիջևանին։ Ինչպես կարելի է խոսել Ղարաբաղի մասին եւ անտեսել Նախիջևանը, նա ասում էր, եւ նրա ձայնը հնչում էր ոչ թե պահանջի, այլ մտավախության նման։ Յակովլևը լսում էր, եւ նրա դեմքը ցույց էր տալիս տարակուսանք։ Նա գիտեր, որ Գորբաչովը երբեք չէր համաձայնվելու սահմանների փոփոխության, բայց նա նաև գիտեր, որ հայերի հուզումը իրական է, եւ եթե այն անտեսվի, կարող է դառնալ բռնկումի աղբյուր։ 3 ժամվա վերջում Յակովլևը խոստացավ կազմակերպել հանդիպում Գորբաչովի հետ։ Կապուտիկյանը եւ Բալայանը դուրս եկան նրա գրասենյակից զգալով, որ մի փոքր մոտեցել են իրենց նպատակին։ Բայց արդյոք իրականում մոտեցել էին։ Բալայանը հավատում էր, որ իր հրապարակումները բացել են բազմաթիվ դռներ Մոսկվայի ղեկավար շրջանակներում։ Նա գրել էր Ղարաբաղի մասին ոչ թե որպես ուղղակի քաղաքական պահանջ, այլ որպես պատմական արդարության մահարց, որը կարող է լուծվել պերեստրոյկայի շրջանակներում։ Նրա հոդվածները կարդացել էին բոլորը, սովորական հայ քաղաքացիներից մինչև Կրեմլի ամենաբարձր շրջանակները։ Գորբաչովի տնտեսական խորհրդատու Աբել Աղամբեկյանը նույնիսկ Փարիզում Le Humanité թերթի հարցազրույցում 1987 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել էր Ղարաբաղի Հայաստանին միացման տնտեսական նպատակահարմարության մասին։ Այս հայտարարությունը ցնցեց Բաքուն եւ ոգևորեց Երևանը։ Բայց արդյոք Աղամբեկյանը խոսում էր Գորբաչովի անունից, թե իր անձնական տեսակետից։ Գորբաչովը երբեք չհաստատեց այդ խոսքերը, եւ դա առաջին նշանն էր, որ Մոսկվայի շրջանակներում կարծիքները բաժանված էին։ Երբ Բալայանը եւ Կապուտիկյանը Յակովլևի մոտից հեռացան, նրանք քայլեցին Մոսկվայի ձմեռային փողոցներով։ Քաղաքը սառույցի մեջ էր, բայց նրանց սրտերում բորբոքվում էր հույս։ Յակովլևը խոստացել էր, Գորբաչովը լսելու էր նրանց։ Բայց ինչ իմաստ ուներ լսելը, եթե պատասխանը նախորոք որոշված էր։ 2 օր անց, երբ նրանք մտան Կրեմլ, այդ հարցը դեռ չէր պատասխանված։ Բայց այն փորձություններ, որոնք նրանց սպասում էին Գորբաչովի գրասենյակում, պիտի ցույց տային, որ հույսը եւ իրականությունը երբեմն այնքան հեռու են միմյանցից, որ ոչ մի խոսքը չի կարող նրանց մոտեցնել։ Մոսկվայի գիշերը երկար էր։ Բալայանը եւ Կապուտիկյանը նստել էին հյուրանոցի սենյակում եւ քննարկում հանդիպումը։ Նրանք փորձում էին կանխատեսել, թե ինչ կասի Գորբաչովը, ինչ հարցեր կտա, ինչ պատասխաններ կուզենա լսել։ Բալայանը պատրաստել էր փաստարկներ, պատմական, դեմոգրաֆիկ, տնտեսական, մշակութային։ Նա գիտեր, որ գենսեկը մարդ է, ով սիրում է փաստեր եւ տրամաբանություն, ոչ թե հուզական հորդներ։ Բայց Կապուտիկյանը նաեւ գիտեր, որ փաստերը միայն բավարար չեն։ Երբեմն պետք է խոսել սրտից, պետք է ցույց տալ այն ցավը, որը չի կարող չափվել ցուցանիշներով։ Նա պատրաստվում էր լինել ոչ թե դիվանագետ, այլ մայր, ով պաշտպանում է իր ժողովրդին։ Երկուսն էլ չգիտեին, որ Գորբաչովը արդեն որոշել էր իր պատասխանը։ Նա չէր փոխելու սահմանները։ Նա միայն կհամակրեր, կխոստանար, բայց չէր գործելու այնպես, ինչպես հայերը ցանկանում էին։ 26 փետրվարի վերջը։ Երբ հանդիպումը Գորբաչովի հետ ավարտվեց, Կապուտիկյանը եւ Բալայանը դուրս եկան Կրեմլից տարբեր զգացումներով։ Կապուտիկյանը հավատում էր, որ Գորբաչովի խոստումը իրական էր, որ նա անձամբ կզբաղվի Ղարաբաղով, որ մեծ սոցիալական եւ մշակութային բարեփոխումները իսկապես տեղի կունենան։ Նա լսել էր այն տոնը, որով Գորբաչովը խոսում էր, եւ տեսել նրա աչքերում համակրանքը։ Բալայանը ավելի զգույշ էր։ Նա տեսել էր, թե ինչպես Գորբաչովը խուսափեց պատասխանելուց Նախիջևանի հարցին, թե ինչպես նա շեշտը դրեց ոչ թե սահմանների վրա, այլ զարգացման ծրագրերի։ Բալայանը գիտեր, որ Կրեմլում խոսքերը եւ գործողությունները երկու տարբեր բաներ են։ Նրանք վերադարձան Երևան։
Օդանավակայանում նրանց սպասում էր լրագրողների բազմություն, տասնյակ տեսախցիկներ, հազարավոր հայացքոր հայացքներ, որոնք խնդրում էին պատասխան մի հարցի. Ինչ ասաց Գորբաչովը։ Կապուտիկյանը խոսեց առաջին։ Նա ասաց, որ Գենսեկը լսել է նրանց, որ նա խոստացել է զբաղվել Ղարաբաղով, որ հույսը չի մարել։ Բալայանը հավելեց, որ Գորբաչովը լուրջ կքննարկի հարցը Պոլիտբյուրոյում։ Այս բառերը բավական էին, որ Երևանը պայթի ուրախությունից։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, գրկում էին միմյանց, երգում։ Նրանք հավատացին, որ հաղթանակը մոտ է, որ Ղարաբաղը շուտով վերադառնալու է Հայաստանին։ Բայց արդյոք այդպես էր։ 3 մարտին Պոլիտբյուրոն հավաքվեց Ղարաբաղի հարցը քննարկելու համար։ Կապուտիկյանի եւ Բալայանի հայտարարությունից հետո Հայաստանում սկսված էին ցույցեր, որոնք օրեցօր ուժեղանում էին։ Մարդիկ պահանջում էին ոչ թե խոստումներ, այլ գործողություններ։ Բայց Պոլիտբյուրոյի նիստը, որը պետք է լուծեր հարցը, դեռ չէր տեղի ունեցել։ Եվ երբ այն տեղի ունենար, պատասխանը լինելու էր ոչ այն, ինչ հայերը սպասում էին։ Երբ Սիլվա Կապուտիկյանը վերադարձավ Երևան եւ տվեց առաջին հեռուստահարցազրույցը, նրա ձայնը դողում էր, բայց աչքերում կրակ էր վառվում։ Նա ասաց բառեր, որոնք ամբողջ Հայաստանը ցանկանում էր լսել։ Գորբաչովը լսել է։ Գորբաչովը խոստացել է։ Գորբաչովը չի մոռանա Ղարաբաղը։ Բայց երբ տեսախցիկները անջատվեցին եւ նա մնաց միայնակ տանը, այդ խոստումների ծանրությունը սկսեց ճզմել նրան այնպես, ինչպես երբեք նախկինում չէր զգացել։ Տանը նա նստեց պատուհանի մոտ եւ նայեց դեպի փողոցը, որտեղ հազարավորները դեռ երեկվանից ցույց էին անում, երգում, պարում, հավատում, որ հաղթանակը անխուսափելի է։ Նա նայում էր այդ դեմքերին, երիտասարդներին, կանանց, ծերերին եւ զգում էր, որ իր ուսերին դրված է պատասխանատվություն, որն այնքան ծանր է, որ կարող է կոտրել նույնիսկ ամենաուժեղ մարդուն։ Ինչու նա խոստացավ հույս, երբ դեռ ոչինչ չէր հաստատված։ Ինչու նա հավատաց Գորբաչովի համակրող նայվածքին, երբ գիտեր, որ քաղաքականության մեջ նայվածքները ոչինչ չեն նշանակում։ Նրա ամուսինը մտավ սենյակ եւ նստեց նրա կողքին, խոսքեր չասելով, միայն ձեռքը դրեց նրա ուսին։ Երկար տարիների ընթացքում նա սովորել էր հասկանալ Սիլվայի լռությունները, հասկանալ այն պահերը, երբ նա ոչ թե մարդուն է խոսում, այլ ինքն իրեն։ Այդ պահին Սիլվան մտածում էր Կտրեմլի գրասենյակի մասին, որտեղ Գորբաչովը նայել էր նրան եւ ասել. «Ես հասկանում եմ ձեզ, Սիլվա, բայց դուք պետք է հասկանաք, որ սահմանները փոխելը նշանակում է ամբողջ միության փլուզում»։ Այդ բառերը նա չպատմեց հեռուստատեսությանը, չպատմեց ժողովրդին, որովհետև դրանք սպանելու էին հույսը, որը միակ բանն էր, որ պահում էր մարդկանց հոգու մեջ կյանքը։ Նա խոստացել էր Բալայանին, որ չի ասի ամբողջ ճշմարտությունը, որ կսպասեն Պոլիտբյուրոյի նիստին, որ կտան Գորբաչովին ժամանակ գործելու համար։ Բայց արդյոք Գորբաչովը իրականում ուզում էր գործել, թե միայն հանգստացնել մարդկանց, որպիսի ցույցերը դադարեն։ Արդյոք նա եւ Բալայանը դարձել էին գործիքներ Կրեմլի ձեռքում, հանգստացնելու ժողովրդին, մինչ իշխանությունները որոշում էին, թե ինչպես ճնշել շարժումը։ Նրա գլխում պտտվում էին Յակովլևի բառերը, ասված 24 փետրվարին, երբ նրանք խոսում էին 3 ժամ անընդհատ։ Սիլվա, դուք պետք է հասկանաք, որ Մոսկվան վախենում է ոչ թե Ղարաբաղից, այլ նախադեպից։ Եթե հայերին թույլ տանք վերցնել Ղարաբաղը, ապա վաղը վրացիները կպահանջեն Աբխազիան, հետո ուզբեկները, Տաջիկստանի հողերը, հետո բոլորը։ Ամեն ինչ։ Յակովլևը ասում էր այս բառերը ոչ թե մերժելու, այլ բացատրելու տրամաբանությամբ։ Եվ այդ պահին Սիլվան հասկացել էր, որ նախադեպը ավելի մեծ վախ է Կրեմլի համար, քան արդարությունը կամ պատմությունը։ Նա հիշում էր, թե ինչպես Բալայանը պատասխանել էր Յակովլևին. «Բայց ինչ անենք նախադեպով, երբ արդեն ունենք Ստալինի հանցագործությունը, ով բռնի փոխեց սահմանները, տվեց Ղարաբաղը Ադրբեջանին։ Մենք չենք պահանջում նոր սահմաններ։ Մենք ուզում ենք վերականգնել այն, ինչ կորցրել ենք 1920 թվականին»։ Յակովլևի դեմքը մռայլել էր, եւ նա ասել էր բառեր, որոնք Սիլվայի հիշողության մեջ դեռ հնչում էին այդ երեկո։ Պատմությունը գրված է արյունով, Սիլվա, եւ արյունը երբեք չի մաքրվում միայն խոսքերով։ 2 օր անց, երբ Սիլվան Բալայանի հետ մտավ Գորբաչովի գրասենյակ, նա զգացել էր, որ այդ սենյակում քաղաքականությունը եւ մարդկայնությունը պայքարում են միմյանց դեմ։ Գորբաչովը նայում էր նրան ոչ թե որպես քաղաքագետի, այլ որպես մարդու, ով հասկանում է ցավը, բայց չի կարող փոխել համակարգը, որի մաս է հանդիսանում։ Նա խոսում էր հանգիստ, բայց նրա ձայնում հնչում էր հոգնա։ Գորբաչովի աչքերում երևաց տարակուսանք, ապա վախ, ապա վճռականություն։ Նա չպատասխանեց ուղղակի, միայն ասաց. «Ես չեմ կարող վերցնել հողը մի հանրապետությունից եւ տալ մյուսին։ Սա կբացի Պանդորայի տուփը»։ Սիլվան այդ պահին ցանկացել էր հարցնել, բայց արդյոք Պանդորայի տուփը արդեն բացված չէր, երբ Ստալինը բռնի փոխեց սահմանները։ Բայց նա լռեց, որովհետև հասկացավ, որ այս մարդը չի փնտրում պատասխաններ, այլ արդարացումներ։
Այժմ երեկոյան լռության մեջ նա հիշում էր Գորբաչովի վերջին խոսքերը ասված հանդիպման վերջում, երբ տեսախցիկները չկային, երբ պաշտոնականությունը փոխարինվել էր մարդկային խոսակցությամբ։ Սիլվա, ես գիտեմ, թե ինչ ես զգում, բայց դու պետք է հասկանաս, որ ես չեմ կարող փրկել բոլորին։ Ես կփորձեմ օգնել Ղարաբաղին տնտեսական զարգացումով, մշակութային ծրագրերով, բայց սահմանները ոչ։ Այդ խոսքերը Սիլվան չպատմեց Բալայանին, չպատմեց ոչ ոքի, որովհետև դրանք մահավճիռ էին հույսի համար։ Նա վերադարձավ Երևան եւ ասաց բառեր, որոնք կտային ժողովրդին ուժ շարունակելու պայքարը։ Բայց այժմ, մենակ նստած պատուհանի մոտ, նա զգում էր, որ իր սրտում հույսը եւ վախը պատերազմում են, եւ վախը հաղթում է ամեն անցած րոպեում։ Մարտի առաջին օրերը Երևանը ապրում էր մի տարօրինակ լարվածության մեջ, երբ ցանկությունը հավատալ եւ վախը չհավատալը միախառնված էին օդում։ Փողոցներում ցույցերը չէին դադարում, մարդիկ գալիս էին կեսգիշերին, պահանջում արդարություն, պահանջում Ղարաբաղի վերադարձը։ Բայց ով որ ուշադիր նայում էր դեմքերին, տեսնում էր, որ ժպիտների հետևում թաքնված է անհանգստություն։ 3 մարտին, երբ Մոսկվայում Պոլիտբյուրոն նստում էր քննարկելու Ղարաբաղի հարցը, Երևանի հայերը ռադիոների մոտ էին սպասելով նորություններին։ Սիլվա Կապուտիկյանը նստած էր տանը, հեռախոսը ձեռքին, սպասելով Բալայանի զանգին Մոսկվայից։ Հեռախոսը զանգեց երեկոյան ժամը 8-ին։ Բալայանի ձայնը հնչում էր հեռվից, բայց նրա տոնը ամեն ինչ ասում էր։ Սիլվա, Պոլիտբյուրոն որոշեց, սահմանները չեն փոխվի։ Նրանք խոստացել են զարգացման ծրագրեր, բյուջետային ֆինանսավորում, մշակութային ծրագրեր, բայց Ղարաբաղը մնում է Ադրբեջանում։ Սիլվան լսում էր այս բառերը, եւ նրա ձեռքը, որը բռնում էր հեռախոսը, սկսեց դողալ։ Նա փորձեց ասել ինչ-որ բան, բայց խոսքերը չէին գալիս։ Բալայանը շարունակեց խոսել, ասելով, որ Գորբաչովը անձամբ քվեարկել է զարգացման ծրագրերի օգտին, բայց մերժել է սահմանների փոփոխությունը, քանի որ սա կստեղծի նախադեպ, որը կվտանգի ամբողջ միության անվտանգությունը։ Երբ զանգը ավարտվեց, Սիլվան մնաց նստած ավելի քան 1 ժամ, առանց շարժվելու, առանց խոսելու, նայելով դատարկության մեջ։ Հաջորդ օրը, երբ նա եւ Բալայանը պետք է հրապարակային հայտարարություն անեին, Սիլվան պատրաստեց խոսք, որը փորձում էր հավասարակշռել ճշմարտությունը եւ հույսը։ Նա պատմեց Պոլիտբյուրոյի որոշման մասին, բայց ընդգծեց զարգացման ծրագրերը, ասաց, որ սա առաջին քայլն է երկար ճանապարհի եւ մենք չենք կանգնի։ Փողոցում մարդկանց դեմքերը փոխվեցին։ Ուրախությունը, որը տարածվել էր վերջին օրերին, փոխարինվեց շփոթմամբ, ապա բարկությամբ։ Ինչ որ մեկը բացականչեց. «Մեզ նրանք խաբեցին։ Գորբաչովը սուտ ասաց»։ Ուրիշներն սկսեցին հարցեր տալ. «Ինչու մենք պետք է հավատանք զարգացման խոստումներին, երբ նրանք մերժեցին մեր հիմնական պահանջը»։ Սիլվան փորձեց պատասխանել, բայց նրա ձայնը հաղթահարել չէր կարող բազմության աղաղակները։ Բալայանը միջամտեց եւ ասաց, որ նրանք պետք է շարունակեն ճնշում գործադրել, բայց ավելի խելամիտ, ավելի կազմակերպված, որպեսզի Մոսկվան հասկանա, հայերը հրաժարվելու չեն։ Բայց երեկոյան, երբ Սիլվան վերադարձավ տուն, նա պառկեց անկողնում եւ առաջին անգամ երկար տարիների ընթացքում սկսեց լացել։ Ոչ թե ձայն արձակելով, այլ լուռ, թույլ տալով արցունքներին հոսել իր դեմքով, մինչ ամուսինը նստած էր նրա կողքին եւ բռնում նրա ձեռքը։ Նա լաց էր լինում ոչ թե քաղաքական պարտության համար, այլ այն պարզ իրողության համար, որ նա խոստացել էր մարդկանց հույս եւ այդ հույսը ջարդվել էր իրականության սառույցի վրա։ Նա լաց էր լինում, որովհետեւ հասկանում էր, այսուհետեւ Ղարաբաղը չի լինի պարզապես քաղաքական հարց, այլ վերք, որը կբորբոքվի, կարյունահոսի եւ կդառնա ողբերգության աղբյուր։ Փողոցները դատարկ չէին, մարդիկ չէին հեռացել, նրանք շարունակում էին ցույցեր անել, բայց այժմ նրանց ձայնը ավելի բարձր էր, ավելի սուր, ավելի բարկացած։ Երիտասարդները բացականչում էին, որ Մոսկվան երբեք չի տա Ղարաբաղը խաղաղ ճանապարհով, որ պետք է պատրաստ լինել պայքարի։ Ծերերը նստում էին փողոցի եզրերին եւ հիշում նախկին օրերը, երբ Ղարաբաղը դեռ կապված էր Հայաստանի հետ, երբ ընտանիքները ազատ էին շարժվում առանց սահմանների եւ վախի։ Կանայք բերում էին ուտելիք ցուցարարներին, եւ նրանց աչքերում տեսնվում էր ոչ թե պարզապես աջակցություն, այլ վախ։ Վախ, որ այս ամենը կարող է վերջանալ ոչ հաղթանակով, այլ արյունով։ Բալայանը փորձում էր կազմակերպել հերթական հանդիպում Մոսկվայի պաշտոնյաների հետ, բայց այս անգամ դռները փակ էին։ Յակովլևը չպատասխանեց հեռախոսներին։ Գորբաչովի օգնականները ասացին, որ հարցը քննարկված է եւ որոշված։ Հայ ինտելիգենցիան, գրողները, բանաստեղծները, գիտնականները հավաքվում էին պատմելու, թե ինչ անել հետո։ Ոմանք առաջարկում էին շարունակել խաղաղ ցույցերը, ուրիշները խոսում էին ավելի սուր գործողությունների մասին։ Սիլվան լսում էր այս քննարկությունները եւ զգում, որ իրադարձությունները սահում են դեպի անվերահսկելիություն։ Նա գիտեր, որ երբ հույսը մեռնում է,
նրա տեղը գրավում է ցասումը, եւ ցասումը հրդեհի սերմն է։ Փետրվարի 27-ին, հենց վերադարձից հետո 1 օր անց, ռադիոները հայտարարեցին, որ Սումգայիթում, Ադրբեջանի քաղաքում, սկսվել են բախումներ։ Առաջին լուրերը խոսում էին անկարգություններից, բայց հաջորդ ժամերին պարզվեց, որ սա ոչ թե անկարգություններ են, այլ հարձակումներ հայերի դեմ։ Տները այրվում էին, մարդիկ սպանվում էին փողոցներում, կանայք աղաղակում էին օգնության կանչով, բայց ոստիկանությունը չէր միջամտում։ Երևանում այս լուրը պայթյունի նման տարածվեց։ Մարդիկ վազեցին փողոցներ, պահանջելով Մոսկվային միջամտել, պահանջելով պաշտպանություն, պահանջելով արդարություն։ Վարդարություն։ Բայց Մոսկվան լռում էր։ Սիլվա Կապուտիկյանը նստած էր տանը եւ լսում ռադիոն, որը փոխանցում էր Սումգայիթից փախչող փախստականների ցուցմունքները։ Ձայներ, որոնք պատմում էին սարսափ, ձայներ, որոնք պատմում էին, թե ինչպես հարևանները դառել էին մորթներ, ինչպես բարեկամները մատնել էին իրենց։ Նա լսում էր մի կնոջ ձայնը, ով լաց էր լինում, եւ պատմում, թե ինչպես նրա եղբայրը փորձել է պաշտպանել ընտանիքը եւ սպանվել է դանակահարությամբ, մինչ ոստիկանությունը կանգնած էր հեռվից եւ դիտում։ Սիլվան այլևս չէր կարողանում լացել։ Արցունքները սպառվել էին, մնացել էր միայն սառը սարսափ, որը ագուլվում էր նրա կրծքում եւ հեղձում շնչառությունը։ Նա հասկացավ այդ պահին, որ այն, ինչի մասին Յակովլևը նախազգուշացրել էր, պատմությունը գրված է արյունով, այլևս ոչ թե մետաֆորա էր, այլ իրականություն, որը տեղի էր ունենում այս հենց ժամին, այս հենց րոպեին։ Հարցը, որը այժմ տանջում էր նրան, ավելի սուր էր, քան երբևէ։ Արդյոք Գորբաչովը գիտեր Սումգայիթի մասին նախքան դա տեղի ունենալը։ Արդյոք Մոսկվան թույլատրեց այդ ողբերգությունը վախեցնելու հայերին եւ ստիպելու նրանց լռել։ Արդյոք նա, Սիլվա Կապուտիկյանը եւ Բալայանը դարձել էին գործիքներ մի խաղում, որը սկսվել էր նախքան նրանք Մոսկվա գնալը։ Սումգայիթից հետո ամեն ինչ փոխվեց։ Եթե մինչ այդ Երևանի ցույցերը խաղաղ էին, այժմ օդում լարվածություն էր, եւ յուրաքանչյուր աչքում տեսնվում էր ոչ թե հույս, այլ վրեժխնդրություն։ Սիլվա Կապուտիկյանը գիտեր, որ այս զգացումը կարող է հանգեցնել կործանման, բայց նա նաև հասկանում էր, մի մարդիկ այլևս չեն ուզում լսել խաղաղության մասին, երբ նրանց եղբայրները եւ քույրերը սպանվել են իրենց տներում։ Մարտի վերջին օրերին նա հանդիպեց Բալայանի հետ, եւ երկուսն էլ լռում էին երկար, մինչեւ Բալայանը վերջապես խոսեց։ Սիլվա, մենք պարտվեցինք, ոչ թե քաղաքականությունում, այլ մարդկային տրամաբանության մեջ։ Մենք մտածեցինք, որ Կրեմլը մտածում է արդարության մասին, բայց նրանք միայն մտածում են իշխանության մասին։ Նրանք նստում էին Սիլվայի տանը, եւ պատուհանից տեսանելի էր փողոցը, որտեղ նորից ցույցեր էին տեղի ունենում, բայց այս անգամ մարդիկ բացականչում էին ոչ միայն Ղարաբաղի մասին, այլ Սումգայիթի արդարության մասին։ Սպանողները պետք է պատժվեն, Մոսկվան պետք է պատասխան տա, մենք չենք մոռանա։ Այս ձայներն ավելի ուժեղ էին, ավելի վտանգավոր, եւ Սիլվան գիտեր, որ երբ վրեժխնդրությունը տիրում է ժողովրդի սրտերում, կառավարելը դառնում է անհնար։ Բալայանը շարունակեց. Մենք փորձեցինք գործել համակարգի ներսից։ Մտածեցինք, որ եթե հանդիպենք Գորբաչովի հետ, եթե բացատրենք փաստերը, եթե ցույց տանք պատմությունը, նա կհասկանա։ Բայց համակարգը չի ուզում հասկանալ։ Համակարգը ուզում է միայն պահպանել իշխանությունը, նույնիսկ եթե դա նշանակում է թույլատրել սպանություններ։ Սիլվան նայեց նրան եւ հարցրեց հարցը, որը տանջում էր նրան օրեր շարունակ։ Զավեն, արդյոք դու հավատում ես, որ Գորբաչովը նախապես գիտեր Սումգայիթի մասին։ Բալայանը լռեց երկար, նրա դեմքը մռայլ էր։ Երբ նա վերջապես պատասխանեց, նրա ձայնը հնչում էր այնպես, ասես յուրաքանչյուր բառ ծանրություն ունի, որը սեղմում է նրա կրծքավանդակը։ Սիլվա, ես չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան։ Սումգայիթը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ մենք ամենաշատն էինք հույսով, եւ դա կամ ամենամեծ պատահականությունն է, կամ ամենասարսափելի հաշվարկը։ Այդ խոսքերը երկուսն էլ հասկացան։ Երբ իշխանությունները ուզում են ջախջախել շարժումը, նրանք ստեղծում են վախ, որը ավելի ուժեղ է, քան հույսը։ Երբ Սիլվա Կապուտիկյանը դարձավ 68 տարեկան, նրա մարմինը սկսեց արձագանքել այն լարվածությանը, որը վերջին ամիսներին կուտակվել էր նրա ներսում։ Մարտի վերջերին, երբ Սումգայիթի ողբերգությունը դեռ արյունոտ վերք էր ամբողջ ժողովրդի սրտում, նա սկսեց զգալ, որ իր սրտը խփում է անկանոն, որ գիշերները երկար են, քնածին չի օգնում, եւ առավոտները նա արթնանում է ավելի հոգնած, քան երեկոյան էր քնում գնացել։ Նրա անձնական բժիշկը, որը ծառայում էր նրան 15 տարի, եկավ տուն եւ հարցրեց հարցեր, որոնց պատասխաններն ակնհայտ էին։ Քնիկ։ Ոչ։ Ուտում եք։ Քիչ։ Ճնշումը։ Բարձր։ Բժիշկը գրեց դեղեր, բայց նրա աչքերը ասում էին ավելին. այս դեղերը չեն օգնի, քանի դեռ սթրեսի աղբյուրը շարունակում է գոյություն ունենալ։
Սիլվան հասկացավ այդ պահին, որ նրա մարմինը սկսել է վճարել այն գինը, որը քաղաքականության մեջ մտած ցանկացած մարդ վճարում է. անքնությունը, սրտի տագնապը, հոգու քայքայումը։ Նա հիշում էր, թե ինչպես տարիներ առաջ, երբ դեռ երիտասարդ էր եւ լի էներգիայով, կարող էր գրել ամբողջ գիշեր, ապա ելույթ ունենալ ժողովներում, ապա դարձյալ գրել։ Այժմ յուրաքանչյուր ելույթից հետո նրան պետք էր 1 օր հանգստանալ, որպեսզի վերականգնվի։ Նրա ամուսինը նկատում էր, թե ինչպես նրա դեմքը գծավորվել է վերջին ամիսներին, թե ինչպես նրա աչքերի շուրջը գծեր են հայտնվել, որոնք առաջ չկային։ Սիլվա, դու չես կարող շարունակել այսպես, նա ասում էր յուրաքանչյուր երեկո, բայց Սիլվան պատասխանում էր միշտ նույնը. ես չեմ կարող դադարել, երբ ժողովուրդը սպասում է։ Բայց արդյոք ժողովուրդը իրականում սպասում էր նրան, թե նա սպասում էր ինքն իրեն, հույս ունենալով, որ դեռ կարող է փոխել ինչ-որ բան։ Ապրիլին նա հանդիպեց մի բժշկի հետ, ում անունը երբեք չպատմեց ոչ ոքի։ Այս բժիշկը աշխատում էր Կրեմլյան հիվանդանոցում եւ ծառայում էր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նա Երևան էր եկել անձնական խնդրով, բայց երբ լսեց Սիլվայի անունը, խնդրեց հանդիպել նրա հետ։ Նրանք հանդիպեցին մի հանգիստ սրճարանում, որտեղ քիչ մարդիկ էին, եւ բժիշկը խոսեց ցածր, այնպես որ ոչ ոք չլսեր։ Սիլվա Սարգսի, ես ուզում եմ ասել ձեզ ինչ-որ բան, որը գիտեմ միայն ես եւ մի քանի մարդ Մոսկվայում։ Միխայիլ Սերգեյևիչը հիվանդ է։ Ոչ այնպես, որ մահվան մերձ լինի, բայց նրա առողջությունը վատանում է։ Նա տառապում է գլխացավերից, որոնք երբեմն այնքան ուժեղ են, որ նա չի կարող աշխատել ամբողջ օր։ Նա տառապում է նաև մեկ այլ բանից՝ անորոշությունից։ Նա չի գիտի, թե ինչ անել Ղարաբաղի հարցով, եւ այս անորոշությունը սպանում է նրան ներսից։ Սիլվան նայեց նրան զարմանքով։ Ինչու դուք ինձ եք պատմում սա։ Բժիշկը հանեց մի փոքր թղթային փաթեթ իր պայուսակից եւ դրեց սեղանի վրա։ Քանի որ ես հավատում եմ, որ դուք պետք է իմանաք ճշմարտությունը, Գորբաչովը ձեզ համակրում է, բայց նա չի կարող օգնել, քանի որ նրա շուրջը կան մարդիկ, ովքեր ավելի հզոր են, քան նա։ Այս թղթերում կան բժշկական զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ նրա առողջությունը վատանում է ամեն ամիս։ Եվ երբ առողջությունը վատանում է, իշխանությունը թուլանում է։ Դուք պետք է հասկանաք, ժամանակը աշխատում է ոչ թե ձեր օգտին, այլ նրանց, ովքեր ուզում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է։ Սիլվան վերցրեց փաթեթը, բայց չբացեց այնտեղ։ Երբ նա վերադարձավ տուն եւ բացեց այն, նա տեսավ բժշկական թերթեր, որոնք նկարագրում էին Գորբաչովի պարբերական գլխացավերը, նրա բարձր ճնշումը, նրա անքնությունը։ Նա տեսավ մի նշում, որը գրված էր ձեռքով. «Պացիենտը պահանջում է մշտական դիտարկում։ Սթրեսը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների»։ Այդ գիշեր Սիլվան նորից չքնեց։ Նա մտածում էր այն մասին, որ եթե Գորբաչովը հիվանդ է, ապա նրա շուրջը եղող մարդիկ, Յակով Լևը, KGB-ի ղեկավարները, Պոլիտբյուրոյի անդամները սկսում են ավելի մեծ դեր խաղալ որոշումներում։ Եվ եթե դրանք են որոշում, ապա Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվի այնպես, ինչպես հայերը ուզում են։ Նա հասկացավ այդ պահին, որ հանդիպումը Գորբաչովի հետ եղել է ոչ թե պատմության շրջադարձային կետ, այլ միայն կրկին փակված դռան առջև կանգնելու փորձ։ Գորբաչովը լսել էր, բայց նա չէր կարող գործել, քանի որ նրա իշխանությունը արդեն սկսել էր քայքայվել իր ներքուստ։ Մայիսի սկզբին Երևանում լուրեր սկսեցին տարածվել, որ Մոսկվայում KGB-ի արխիվներում փաստաթղթեր են անհետացել։ Այս լուրերը առաջին անգամ չէին, որ հնչում էին, տասնամյակներ շարունակ կային պատմություններ թաքնված փաստաթղթերի, ջնջված գործերի, անհայտացված հետքերի մասին։ Բայց այս անգամ լուրերը ավելի կոնկրետ էին։ Մի պաշտոնյա, ով աշխատում էր Հայաստանի KGB մասնաճյուղում, գաղտնի հեռախոսով պատմեց Բալայանին, որ Մոսկվայից հրահանգ է եկել հավաքել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ղարաբաղի եւ Նախիջևանի սահմանների պատմական փոփոխություններին։ Այս հրահանգը տրվել էր մարտի վերջին, հենց Սումգայիթի ողբերգությունից հետո, եւ պաշտոնյան ասում էր, որ փաստաթղթերը պետք է փոխադրվեին Մոսկվա եւ պահվեին հատուկ պահեստում, որտեղ հասանելիությունը սահմանափակ է։ Բալայանը պատմեց Սիլվային այս մասին, երբ նրանք հանդիպեցին նրա տանը։ Սիլվա, դու հասկանում ես, թե ինչ է սա նշանակում։ Նրանք փորձում են թաքցնել ապացույցները։ Եթե այդ փաստաթղթերում կա ինչ-որ բան, որը հաստատում է մեր պատմական իրավունքները Ղարաբաղի վրա, ապա այդ ապացույցները այժմ անհասանելի են։ Սիլվան լսում էր եւ զգում, թե ինչպես նրա կրծքում սառույց է սողում։ Նա հիշում էր, թե ինչպես Յակով Լևը խոսել էր նրանց հետ եւ նշել էր, որ կան պատմական փաստաթղթեր, բայց դրանք բարդ են եւ հակասական։ Այդ պահին Սիլվան չէր հասկացել, թե ինչ է Յակով Լևը իրականում ուզում ասել։ Այժմ նա հասկացավ։ Յակով Լևը գիտեր, որ այդ փաստաթղթերը կարող են վտանգավոր լինել Կրեմլի համար, եւ հրահանգեց դրանք հեռացնել մատչելի տարածքներից։ Պաշտոնյան պատմել էր նաեւ մեկ այլ բան, որը Բալայանի սարսափեցրեց։ Փաստաթղթերի թվում եղել էր մի գաղտնի զեկույց,
որը կազմվել էր 1920 թվականին, երբ Ղարաբաղը պաշտոնապես միացվել էր Ադրբեջանին։ Այդ զեկույցում գրված էր, որ այս որոշումը ընդունվել է ոչ թե դեմոգրաֆիկ կամ տնտեսական պատճառներով, այլ քաղաքականության հաշվարկով։ Ադրբեջանը պետք էր համոզել մնալ Սովետական Միության մեջյան մեջ, եւ Ղարաբաղը տրվեց որպես նվեր։ Այս զեկույցը, եթե հրապարակվեր, կցույց տար, որ Ստալինի որոշումը եղել է ոչ թե արդար, այլ զուտ քաղաքական գործարք։ Բայց այդ զեկույցը այժմ անհայտացել էր։ Պաշտոնյան ասում էր, որ փաստաթղթերը կրում են կարմիր կնիկ, որը նշանակում է, որ դրանց հասանելիությունը սահմանափակվում է 50 տարով։ 50 տարի։ Ով էր պատրաստվում սպասել 50 տարի ճշմարտությանը։ Սիլվան այդ խոսակցությունից հետո մնաց նստած մենակ երկար ժամեր։ Նա մտածում էր այն մասին, որ պատմությունը գրվում է ոչ միայն դեպքերով, այլ նաև այն փաստաթղթերով, որոնք թաքնված են կամ ոչնչացված են։ Ինչպես կարող է ժողովուրդը պահանջել արդարություն, երբ ապացույցները անհետացած են։ Ինչպես կարող է նա, Սիլվա Կապուտիկյանը, պատմել հայ ժողովրդին, որ նրանց պատմական իրավունքները հաստատվում են փաստաթղթերով, երբ այդ փաստաթղթերը այլևս հասանելի չեն։ Նա հասկացավ այդ պահին, որ Կրեմլը պատերազմ է մղում ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև հիշողության դեմ։ Եվ երբ հիշողությունը ոչնչացվում է, մնում է միայն այն տարբերակը, որը իշխանությունները ցանկանում են պահպանել։ Բալայանը շարունակեց հետաքննել եւ հայտնաբերեց, որ փաստաթղթերի անհետացումը ղեկավարում է մի մարդ, ում անունը նա լսել էր մեկ անգամ Յակով Լևի գրասենյակում։ Այս մարդը, ով աշխատում էր KGB-ի ախիվների բաժանմունքում, ուներ հատուկ լիազորություններ, որոշելու թե որ փաստաթղթերը պետք է մնան հասանելի, իսկ որոնք պետք է փոխադրվեն հատուկ պահեստներ։ Բալայանը փորձեց հասնել այդ մարդուն, բայց նրան ասացին, որ նա հրամանատարական գործուղման մեջ է եւ անհասանելի է։ Սիլվան լսեց այս բոլորը եւ հարցրեց Բալայանին. «Զավեն, եթե մենք չենք կարող տեսնել այդ փաստաթղթերը, արդյոք դա նշանակում է, որ մեր պատմությունը կորցրել է իր հիմքերը»։ Բալայանը պատասխանեց դանդաղ, ձայնում հնչում էր հուսահատություն եւ ցասում միաժամանակ. «Ոչ, Սիլվա, դա նշանակում է, որ մեր պատմությունը դարձել է սպառնալիք նրանց համար, ովքեր ուզում են պահպանել կեղծիքը»։ Հունիսին, երբ Երևանի օդը տաք էր եւ փողոցներում ցույցերը դադարել էին մի ժամանակ, Սիլվա Կապուտիկյանը ստացավ մի անանուն նամակ։ Նամակը եկել էր Մոսկվայից եւ դրա վրա չկար ուղարկողի անուն, միայն մի նախադասություն. «Ով օգտվեց Սումգայիթից, եթե ոչ նա, ով ուզում էր վախեցնել հայերին»։ Սիլվան բացեց նամակը եւ տեսավ մի ցուցակ՝ անուններ, պաշտոններ, ամսաթվեր։ Այս ցուցակը ցույց էր տալիս, որ Սումգայիթի ողբերգությունից հետո մի շարք պաշտոնյաներ Ադրբեջանում ստացել էին առաջխաղացումներ։ Նրանցից մեկը, ով եղել էր Սումգայիթի ոստիկանության պետը եւ ոչինչ չէր արել կանխելու սպանությունները, 3 ամիսներ անց նշանակվել էր Բաքվի անվտանգության բաժնի ղեկավար։ Մեկ ուրիշը, ով եղել էր տեղական Կոմկուսի քարտուղար եւ ում պարտականությունը եղել էր կանխել բախումները, ստացել էր Մոսկվայում նոր պաշտոն՝ ազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ։ Սիլվան կարդում էր այս ցուցակը եւ զգում, թե ինչպես իր սրտում բորբոքվում է ոչ միայն ցասում, այլ հստակություն։ Նա հասկացավ այն, ինչ մինչ այդ միայն կասկածում էր։ Սումգայիթը եղել է ոչ թե պատահական պայթյուն, այլ հաշվարկված գործողություն։ Ինչու՞։ Որպեսզի վախեցնեն հայերին, որպեսզի ցույց տան, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք շարունակեն պահանջել Ղարաբաղը։ Եվ ով օգտվեց այդ ողբերգությունից։ Նրանք, ովքեր ուզում էին պահպանել իրենց իշխանությունը Ադրբեջանում եւ Մոսկվայում։ Նա հիշեց Յակով Լևի բառերը. «Պատմությունը գրված է արյունով»։ Այժմ նա հասկացավ, որ այդ արյունը թափվել է ոչ պատահականորեն, այլ որպես նախազգուշացում։ Նա զանգեց Բալայանին եւ ասաց. «Զավեն, ես պետք է քեզ ցույց տամ ինչ-որ բան»։ Երբ Բալայանը եկավ եւ կարդաց նամակը, նրա դեմքը մռայլեց։ Նա ասաց. «Սիլվա, դու գիտես, թե ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կոնկրետ մարդիկ պատասխանատու են Սումգայիթի սպանությունների համար, բայց նրանք ոչ միայն չեն պատժվել, այլ պարգևատրվել են»։ Սիլվան նայեց նրան եւ հարցրեց. «Բայց ով է այս մարդկանց պարգևատրել։ Ով է որոշել, որ նրանք պետք է առաջխաղացում ստանան»։ Բալայանը լռեց երկար, եւ երբ խոսեց, նրա ձայնը հնչում էր այնպես, ասես յուրաքանչյուր բառ ցավոտ է։ Մոսկվան, Սիլվա։ Գործողությունները ղեկավարող մարդիկ Կրեմլում։ Նամակում կար նաև մեկ այլ տեղեկություն, որը Սիլվային սարսափեցրեց ավելի քան մյուսները։ Գրված էր, որ մարտի վերջին, անմիջապես առաջ քան Պոլիտբյուրոյի կարևոր նիստերից մեկը, Բաքվում տեղի ունեցավ գաղտնի հանդիպում, որտեղ մասնակցել են Ադրբեջանի KGB-ի ներկայացուցիչները եւ Մոսկվայից եկած պաշտոնյաները։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ինչպես կառավարել հայերի շարժումը։ Նամակակում գրված էր.
Քննարկվեց հնարավորությունը ստեղծել իրավիճակ, որը ցույց կտա հայերին իրենց պահանջների վտանգավորությունը։ Սիլվան կարդաց այս տողերը մի քանի անգամ, փորձելով հասկանալ, արդյոք նամակում իսկապես ասվում է այն, ինչ նա կարծում է, որ ասվում է։ Արդյոք Սումգայիթը իսկապես պլանավորվել էր նախապես որպես միջոց հայ շարժումը կառավարելու համար։ Բալայանը վերցրեց նամակը եւ ուսումնասիրեց խնամքով։ Երբ նա ավարտեց կարդալը, նրա աչքերը հանդիպեցին Սիլվայի հայացքին։ Նրանք լռում էին երկար, քանի որ գիտեին, այս փաստաթղթերը փոխում են ամեն ինչ։ Եթե այս ճշմարիտ է, ապա Սումգայիթը եղել է ոչ թե ազգային թշնամանքի պայթյուն, այլ քաղաքական հաշվարկի արգասիկ։ Եվ եթե դա ճշմարիտ է, ապա յուրաքանչյուր զոհ եղել է գնահատված, հաշվարկված, ինչպես շախմատի խաղում զոհաբերվող պիոն։ Հունիսի 15-ը, երբ Հայաստանի վերին խորհուրդը հաստատեց Ղարաբաղի Հայաստանին միացման պահանջը, Սիլվա Կապուտիկյանը նստած էր տանը եւ սպասում էր հեռախոսազանգի, որը երբեք չհնչեց։ Մարդը, ով խոստացել էր զազանգել, մարդը, ով եղել էր նրա ամենամերձավոր խորհրդատուն Մոսկվայի քաղաքականության հարցերում, լռում էր։ Երեք օր անց, երբ Սիլվան վերջապես հասավ նրան, ձայնը, որը պատասխանեց հեռախոսի մյուս ծայրից, սառ էր եւ հեռավոր։ Այս մարդը, ով 15 տարի աշխատել էր Կրեմլում եւ ում Սիլվան հարգում էր որպես անկեղծ խորհրդատու, այժմ ասում էր բառեր, որոնք հնչում էին այնպես, ասես վարժվել լինի դրանք ասել նախորոք։ Նա ասաց, որ վերին խորհրդի որոշումը անընդունելի է Մոսկվայի համար, որ սա ստեղծում է նախադեպ, որը կարող է փլուզել ամբողջ համակարգը, եւ որ ավելի լավ է, որ հայերը հասկանան, սահմանները անփոփոխ են։ Սիլվան լսում էր եւ զգում, որ այդ խոսքերը գալիս են ոչ թե այդ մարդու սրտից, այլ ուրիշ որևէ մեկի հրահանգից։ Նա հարցրեց ուղակի, առանց դիվանագիտական քողարկման. «Արամ, 15 տարի դու ինձ ասում էիր ճշմարտությունը։ Ասա ինձ այժմ, ինչու եք դուք փոխվել։ Ինչու այն մարդը, ով 9-րդ տարում ինձ ուղարկեց Գորբաչովի մոտ, այժմ ասում է, որ մեր պահանջները անիրական են»։ Հեռախոսի մյուս ծայրում լռություն հաստատվեց։ Բոլը տևեց այնքան երկար, որ Սիլվան կարծեց կապը խզվել է։ Բայց հետո Արամի ձայնը հնչեց, այս անգամ տարբերվում էր։ Այն ավելի ցածր էր, ավելի անձնական, ավելի ճշմարիտ։ Սիլվա, ես չփոխվեցի, բայց իրավիճակը փոխվեց։ Այն մարդիկ, ովքեր փետրվարին պատրաստ էին լսել, այժմ վախենում են։ Նրանք տեսան Սումգայիթը, տեսան Ադրբեջանի արձագանքը եւ հասկացան, եթե նրանք հրաժարվեն Բաքվից, ապա ավելի մեծ պայթյուններ են սպասվում։ Սիլվան զգաց, որ կրծքավանդակում ինչ-որ բան կոտրվում է, ոչ թե ֆիզիկապես, այլ զգացմունքորեն։ Նա հարցրեց վերջին հարցը. «Բայց դու գիտեիր Սումգայիթի մասին նախապես։ Դու գիտեիր, որ նրանք թույլ կտան դա տեղի ունենալ»։ Հեռախոսի մյուս ծայրում լռությունը, որը հաջորդեց, ավելի ուժեղ էր, քան ցանկացած պատասխան։ Երբ զանգը ավարտվեց, Սիլվան նստեց պատուհանի մոտ եւ դիտեց փողոցը, որտեղ կյանքը շարունակվում էր։ Մարդիկ քայլում էին, երեխաները խաղում էին, վաճառողները աղաղակում իրենց ապրանքների մասին։ Բայց նրա համար այդ պատկերը թվում էր անիրական, ասես դա տեղի ուներ մեկ այլ աշխարհում, որտեղ նա այլևս չէր պատկանում։ Նա մտածում էր Արամի մասին, մարդու, ում հավատացել էր 15 տարի, ով միշտ ասել էր ճշմարտությունը, նույնիսկ երբ այդ ճշմարտությունը ցավոտ էր։ Այժմ այդ մարդը դարձել էր համակարգի բաղադրիչ, որը աշխատում էր ոչ թե արդարության, այլ ինքնապահպանման տրամաբանությամբ։ Նա հասկացավ այդ պահին, որ նախապատմությունը ոչ միայն մարդկանց կործանում է, այլ նաև փոխում նրանց, դարձնում նրանց այն, ինչ նրանք երբեք չէին ցանկանում լինել։ Արամը չէր դավաճանել նրան անձամբ, բայց նա դավաճանեց այն սկզբունքներին, որոնք երբեմն կիսում էին երկուսն էլ։ Եվ այդ դավադրությունը ավելի ցավոտ էր, քան անձնական մերժումը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում Սիլվան սկսեց նկատել, որ այլ մարդիկ էլ, ովքեր նախկինում աջակցում էին Ղարաբաղի շարժմանը, այժմ լռում էին։ Մոսկվայի մամուլում հայտնվեցին հոդվածներ, որոնք քննադատում էին հայ ազգայնականներին, մեղադրում նրանց անընդունելի տարածքային պահանջներում։ Այդ հոդվածների մեջ Սիլվայի անունը չնշվում էր, բայց Բալայանի անունը հիշատակվում էր բազմիցս որպես ռադիկալ գրող, ով հրահրում է ազգային թշնամանքը։ Սիլվան կարդում էր այդ հոդվածները եւ զգում, որ մեքենան, որը կոչվում է պետական քարոզչություն, սկսել է աշխատել նրանց դեմ։ Նախ խոսեցին Բալայանի մասին, հետո այլ ակտիվիստների, եւ Սիլվան գիտեր, որ շուտով հերթը կհասնի իրեն։ Որոշ ժամանակ անց նա ստացավ նամակ Երևանի Կոմկուսի կենտկոմից, հրավեր բացատրիչ զրույցի։ Երբ նա հասավ այնտեղ, գրասենյակում նստած էր մի մարդ, ում նա լավ ճանաչում էր, Կոմկուսի քարտուղար, ով մինչ այդ միշտ աջակցել էր նրան։ Բայց այժմ նրա դեմքը լուրջ էր, եւ նա խոսեց այնպես, ասես կարդում լիներ գրված տեքստից։ Նա ասաց, որ Մոսկվայից եկել է հրահանգ հանգստացնել իրավիճակը, եւ որ Սիլվան պետք է ավելի զգույշ լինի իր հանրային հայտարարություններում։
Նա ավելացրեց, որ Սիլվան մեծ հարգանքով լի է ժողովրդի մեջ, եւ հենց այդ պատճառով նրա խոսքերը կարող են ավելի մեծ հետևանքներ ունենալ, քան նա կարծում է։ Սիլվան հասկացավ այս խոսքերի իրական իմաստը։ Նրան նախազգուշացրին, որ եթե շարունակի խոսել, հետևանքները լինելու են։ Օգոստոսի սկզբին Սիլվա Կապուտիկյանը որոշեց կատարել վերջին փորձ։ Նա գրեց նամակ անմիջապես Միխայիլ Գորբաչովին, ոչ թե միջնորդների միջոցով, այլ անձամբ։ Այդ նամակում նա պատմեց ամեն ինչ՝ Սումգայիթի ողբերգությունը, փաստաթղթերի անհետացումը, պաշտոնյաների դավադրությունը եւ ամենակարևորը՝ հայ ժողովրդի հույսերը, որոնք սառչում էին ամեն անցած օրվա հետ։ Նա գրեց անկեղծ, առանց դիվանագիտական ձևավորման, ասելով բառեր, որոնք բխում էին սրտից։ Նամակի վերջում նա գրեց. Միխայիլ Սերգեևիչ, եթե դուք չեք կարող փոխել սահմանները, գոնե արդարացրեք Սումգայիթի զոհերին։ Գոնե պատժեք այն մարդկանց, ովքեր թույլատրեցին այդ ողբերգությունը տեղի ունենալ։ Նամակը նա ուղարկեց օգոստոսի 2-ին եւ սպասեց պատասխանի։ Օրեր անցան, ապա շաբաթներ, բայց պատասխան չեկավ։ Սեպտեմբերի վերջին նա ստացավ ոչ թե Գորբաչովից, այլ Կրեմլի նամակագրության բաժնի պաշտոնական գրաշտոնական գրություն, որտեղ գրված էր, որ նրա նամակը ստացվել եւ ուսումնասիրվել է համապատասխան մարմինների կողմից։ Այս պատասխանը, որը հնչում էր ինչպես բյուրոկրատական կաղապար, վերջին հարվածն էր Սիլվայի հույսերին։ Նա հասկացավ այդ պահին, որ Գորբաչովը, եթե նույնիսկ կարդացել էր նրա նամակը, չէր պատրաստ գործել այնպես, ինչպես նա խնդրել էր։ Սիլվան կանչեց Բալայանին եւ ցույց տվեց նրան պատասխանը։ Բալայանը կարդաց եւ նրա դեմքը սառեց։ Նա ասաց. Սիլվա, դա նշանակում է, որ նրանք արդեն որոշել են։ Նրանք չեն պատասխանի արդարությանը, չեն պատասխանի մարդկային ցավին։ Նրանք պատասխանելու են միայն ուժին։ Սիլվան լսեց այս խոսքերը եւ զգաց, որ նրա սրտում մի վախ ծագում է։ Նա գիտեր, թե ինչ է Բալայանը նկատի ունեցել։ Եթե Մոսկվան չի լսում խաղաղ պահանջները, ապա հայերը կսկսեն խոսել այլ լեզվով։ Եվ այդ լեզուն կլինի բռնության լեզուն։ Հոկտեմբերին իրավիճակը սկսեց վատանալ ավելի արագ։ Ղարաբաղում սկսվեցին բախումներ հայերի եւ ադրբեջանցիների միջև։ Առաջին զոհերը ընկան երկու կողմից։ Սիլվան լսում էր ռադիոն, որը փոխանցում էր այս լուրերը, եւ զգում, որ այն ամենավատը, որից նա վախենում էր, սկսել է իրականանալ։ Եթե մինչ այդ պայքարը լինում էր խաղաղ, այժմ նա դառնում էր ռազմական։ Մարդիկ մեռնում էին ոչ թե քաղաքականության համար, այլ ապրելու իրավունքի համար։ Եվ յուրաքանչյուր մահից հետո ատելությունը ավելի խորանում էր, վրեժխնդրությունը ավելի ուժեղանում եւ հույսը խաղաղ լուծման ավելի հեռացնում էր։ Նա փորձեց խոսել Երևանի ռալիներում, կանչելով հայերին չհանձնվել բռնությանը։ Նա ասաց բառեր, որոնք հնչում էին այնպես. «Մեր ուժը մեր արդարության մեջ է, ոչ թե մեր զենքերում»։ Բայց բազմությունը, որը լսում էր նրան, այլևս այնքան համբերատար չէր, ինչքան փետրվարին։ Ինչ որ մեկը բացականչեց. «Արդարությունը մեզ չպահպանեց Սումգայիթից։ Արդարությունը մեզ չի պահպանում այժմ Ղարաբաղում»։ Ուրիշներ սկսեցին պլակատներ բարձրացնել, որոնց վրա գրված էր. «Ոչ եւս խաղաղություն առանց արդարության»։ Սիլվան տեսավ այդ դեմքերը, որոնք փոխվել էին վերջին ամիսների ընթացքում։ Հույսի տեղը գրավել էր ցասումը, խաղաղության ցանկությունը, վրեժխնդրությունը։ Դեկտեմբերի երկրորդ կեսին, երբ ձյունը ծածկել էր Երևանը եւ քաղաքը հանգիստ թվում էր մակերեսից, Սիլվա Կապուտիկյանի տանը ժամը 12-ին գիշերը մեկը թակեց դուռը։ Այս տարօրինակ էր, քանի որ այդ ժամին ոչ ոք չէր այցելում, եւ Սիլվան շարժվելով դանդաղ դեպի դուռը, զգաց անհանգստություն։ Երբ նա բացեց դուռը, առջևում կանգնած էր մի մարդ, որին նա երբեք չէր հանդիպել, բայց ում դեմքը հարազատ էր։ Այս մարդը ներկայացավ որպես լրագրող, ով աշխատում է Մոսկվայում անկախ թերթում։ Նա ասաց, որ եկել է անձամբ, որովհետև նամակները վերահսկվում են, հեռախոսները լսվում են, եւ միակ միջոցը ասել ճշմարտությունը անձնական հանդիպումն է։ Սիլվան հրավիրեց նրան ներս, եւ երկուսն նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, որտեղ լույսը թույլ էր, եւ հանգիստը թվում էր խաղաղ։ Լրագրողը հանեց իր պայուսակից մի փաթեթ, ծանր, փոքր, պարփակված թղթով։ Նա դրեց դա սեղանի վրա եւ ասաց. «Սիլվա Սարգսի, այստեղ փաստաթղթեր են, որոնք ապացուցում են այն, ինչ դուք կասկածում էիք։ Սումգայիթը չէր պատահական։ Այն պլանավորվել է Բաքվում, հաստատվել է Մոսկվայում եւ իրականացվել է այնպես, որ թվա ընդհանուր բնակչության պայթյուն»։ Սիլվան զգաց, որ սրտը սկսում է խփել ավելի արագ։ Նա հարցրեց. «Ինչու դուք ինձ եք բերում սա։ Ինչ եք ուզում, որ ես անեմ դրանով»։ Լրագրողը նայեց նրան եւ նրա աչքերում Սիլվան տեսավ ոչ թե հետաքրքրություն, այլ վախ։ Լրագրողը պատասխանեց դանդաղ. «Ես ուզում եմ, որ դուք պահեք դրանք։ Ես չեմ կարող պահել Մոսկվայում, քանի որ եթե դրանք հայտնաբերվեն, ես կսպանվեմ։ Բայց դուք, հայտնի բանաստեղծուհի, հարգվող կին, դուք ունեք պաշտպանություն, որը ես չունեմ»։ Սիլվան լռեց երկար։
Նա հասկանում էր, որ այս փաստաթղթերը, եթե իսկապես ապացուցում են Սումգայիթի կազմակերպչությունը, վտանգավոր են ոչ միայն լրագրողի, այլ նրա համար էլ։ Բայց նա նաև հասկանում էր, որ եթե չպահի դրանք, ապա ճշմարտությունը կորչելու է հավիտենից։ Նա վերցրեց փաթեթը եւ ծանրությունը նրա ձեռքում զգացվեց ինչպես պատասխանատվություն, որը չի կարելի խուսափել։ Լրագրողը մեկնեց 20 րոպե անց, աներևույթ ինչպես եկել էր։ Սիլվան մնաց նստած խոհանոցում եւ նայում փաթեթին։ Նա գիտեր, որ եթե բացի այն հիմա գիշերը կանցնի առանց քնի։ Բայց հանգստությունը այլևս անհնար էր։ Նա բացեց փաթեթը եւ տեսավ փաստաթղթեր, օրինակներ հեռագրերի, որոնք ուղարկվել էին Բաքվից Մոսկվա փետրվարի 20-ին։ Այդ հեռագրերում նկարագրված էր պլան հայերի դեմ բնակչության արձագանքը կազմակերպելու համար։ Մեկ այլ փաստաթղթում նշված էր ոստիկանության հրահանգը՝ չմիջամտել առաջին 24 ժամում։ Ամենասարսափելին այն էր, որ այս հրահանգը ստորագրված էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարի կողմից եւ պատճենը ուղարկված էր Մոսկվա ծանուցման համար։ Սիլվան կարդում էր եւ զգում, որ այն վերքը, որը բացվել էր փետրվարին, այժմ արյունահոսում է նորից։ Նա պահեց փաստաթղթերը գրասենյակի գրադարանի ամենախորը դարակում, որտեղ 5 գրքեր էին, որոնք ոչ ոք չէր կարդում։ Երբ նա վերադարձավ անկողին, արդեն լուսաբաց էր սկսվում, եւ նրա մարմինը այնքան հոգնած էր, որ նույնիսկ մտածելու ուժ չուներ։ Նա պառկեց եւ փակեց աչքերը, բայց քունը չեկավ։ Փոխարենը նա տեսավ պատկերներ, Սումգայիթի փողոցները, որտեղ մարդիկ վազում էին փախչելու համար, տները, որոնք այրվում էին, երեխաները, որոնք լացում էին կորցրած ծնողների համար։ Եվ այդ բոլոր պատկերները այժմ ստանում էին նոր իմաստ։ Դրանք եղել են ոչ պատահականություն, այլ հաշվարկված արարք։ 1989 թվականի ձմեռը եկավ սառը եւ անողորմ։ Սիլվա Կապուտիկյանը տեսավ, թե ինչպես Ղարաբաղի հակամարտությունը դարձավ բաց պատերազմ, որտեղ ոչ միայն զինվորներ, այլ նաև խաղաղ բնակիչներ էին զոհվում։ Նա տեսավ, թե ինչպես Բաքուից եւ Ստեփանակերտից մարդիկ փախչում էին, թողնելով իրենց տները, իրենց հուշերը, իրենց ապագան։ Նա տեսավ, թե ինչպես նրանց հույսերը, որոնք փետրվարին այնքան բարձր էին, այժմ ջախջախված էին ակնածանքների ժայռերի վրա։ Զորի Բալայանը, ով եղել էր նրա կողքին ողջ այս ճանապարհում, հեռացավ Մոսկվա աշխատելու անկախ թերթում։ Նրանց վերջին հանդիպման ժամանակ նա ասաց Սիլվային. «Մենք պարտվեցինք այս մարտում, բայց պատերազմը դեռ ավարտված չէ»։ Սիլվան գիտեր, որ Բալայանը ճիշտ է, բայց նաև գիտեր, որ հաջորդ մարտերը պիտի լինեին ավելի արյունալի, ավելի դաժան, ավելի անարդար։ Արամը խորհրդատուն, ով նրան դավաճանել էր այդ հուլիսին, 1991-ին հեռացավ Կրեմլից եւ անհայտացավ հանրային տեսադաշտից։ Ոչ ոք չգիտեր, թե ինչու նա հեռացավ, բայց Սիլվան կարծում էր, որ նա չկարողացավ կրել այն ընտրությունների ծանրությունը, որոնք կատարել էր։ Գորբաչովը շարունակեց պահպանել լռությունը Սումգայիթի մասին։ Ոչ մի մեջբերում չեղավ, ոչ մի անկախ քննություն, ոչ մի արդարություն այն ընտանիքների համար, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին։ Միայն 27 տարի անց, երբ արխիվները մասնակիորեն բացվեցին, մի քանի փաստաթղթեր հայտնվեցին, հաստատելով այն, ինչ Սիլվան գիտեր դեռ 1988-ին։ Բայց այդ ժամանակ արդեն չկային զոհերի ընտանիքները, ովքեր կպահանջեին արդարություն։ Ժամանակը սպանել էր ոչ միայն մարդկանց, այլ նաև հիշողությունը։ Սիլվա Կապուտիկյանը շարունակեց ապրել եւ ստեղծագործել։ Նա գրեց բանաստեղծություններ, որոնք պատմում էին այն ցավի մասին, որը չի կարող արտահայտվել պարզ բառերով։ Նա պահպանեց այն փաստաթղթերը, որոնք լրագրողը տվել էր նրան այդ դեկտեմբերի գիշերը, եւ երբ նա վախճանվեց 2006-ին 85 տարեկան հասակում, այդ փաստաթղթերը հայտնաբերվեցին նրա տան գրադարանում։ Ոչ ոք չհրապարակեց դրանք։ Թերևս վախից, թերևս որովհետև ժամանակը արդեն ուշ էր։ Բայց այն ժամանակ արդեն Ղարաբաղի պատերազմը ավարտված էր, եւ նոր սերունդը ապրում էր մի աշխարհում, որտեղ պատմությունը գրված էր այլ բառերով։ Բայց մեկ հարց մնաց, որին երբեք չպատասխանվեց։ Արդյոք Գորբաչովը իսկապես գիտեր Սումգայիթի մասին նախապես։ Արդյոք նա թույլատրեց այդ ողբերգությունը, որպեսզի վախեցնի հայերին եւ ցույց տա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք շարունակեն պահանջել։ Պատասխանը, եթե երբևէ եղել է, թարվեց արխիվներում, որոնք երբեք ամբողջությամբ չբացվեցին։ Եվ Սիլվա Կապուտիկյանի փաստաթղթերը, որոնք գտնվում էին նրա գրադարանում, մնացին լուռ վկաներ այն ճշմարտության, որը աշխարհը երբեք լիովին չիմացավ։